Տեր Հիսուսի անունը փառավորվի, քույր եղբայրներ։ Այսօր նորից ինքը պատճառ եղավ մեր հավաքույթի, որտեղ իր խոսքի համաձայն ինքը ներկա է, անձամբ ինքն է ասել, որ որտեղից 2-ից 3 իմ անունով հավաքվին, ես ներկա եմ անոնց մեջ, եւ մենք այս հավատքով պիտի մոտենանք իրան, որ ինքը տեղեկություն ունի մեր մասին, ինքը ներկա է մեր կյանքի մեջ եւ մեր ողջ կյանքի ընթացքի մեջ իր անունը թող փառավորվի։ Մենք կենտրոնանանք այսօր Տիրոջ խոսքի վրայով։ Գիտեք, հնարավոր է մարդը ֆիզիկապես ներկա լինի, բայց հոգեպես ներկա չլինի։ Միտքը թափառի ստեղ ընդեղ, բայց Աստծո խոսքը ասում է, որ մեր ամբողջ մտքով, ամբողջ էությամբ պիտի պաշտենք իրան, ամբողջ մտքով։ Թողանք մեր մտքերը, մարդիկ կլինեն, որ շատ հոգսեր ունեն, խնդիրներ ունեն, խնդիրներ ունեն, բայց այդ ամենը թողեք։ Կենտրոնանանք Տիրոջ խոսքի վրա, որպեսզի մենք հոգևորապես սնվենք, ինչ որ մի բան ստանանք Տիրոջից, ինչ որ հոգևոր կյանքի մեջ մի առաջ խաղացում տեղ ունենա մեր կյանքում։ Ես որպես բացման խոսք ուզեմ Գործք առաքելոցից մի հատված կարդամ բոլորի շինության համար եւ ետքը հայրմեր աղոթքով կուգանք Տիրոջ առաջ։ Գործք առաքելոց 2:29-ից Մարդիկ, եղբայրներ, արժան է համարձակգսել ձեզի Դավիթ նահապետի համար, որ մեռավ ու թաղվեցավ եւ անոր գերեզմանը մինչեւ այսօր ձեր մեջ է։ Արդ, որովհետեւ անիգա մարգարե էր եւ գիտեր թե Աստված հաստատ երդում էր իրեն, թե իր երիկամուկների պտուղեն մարմնի կողմանե Քրիստոսը պիտի հարուցանե, որ իր աթոռը նստի։ Ինք կանխատեսմամբ խոսեցավ Քրիստոսի հարության համար եւ թե անոր անձը գերեզման չթողվեցավ եւ անոր մարմինը ապագանություն չտեսավ։ Աստված այս Հիսուսը հարուցանեց, որուն մենք ամեքսալ վգա ենք։ Ուստի Աստծո ձեռքով բարձրանալով ու Սուրբ Հոգու խոստումը հորմե առնելով տարածեց ասիգա, որ դուք հիմա կտեսնեք ու կլսեք։ Վասնզի Դավիթ երկինք չելավ, բայց ինքը սավ։ Տերը իմ Տիրոջս ասավ, նստե իմ աջ կողմս մինչև քո թշնամիներիդ ոտքերին պատվանդան ընեմ։ Ուստի բոլոր Իսրայելի տունը ճշմարտապես թող գիտենա, թե Աստված զանիգա Տեր երավ, օծյալ երավ այն Հիսուսը, որ դուք խաչեցիք։ Երբ ասիգա լսեցին, իրենց սրտերի մեջ զղջացին եւ ասին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. Մարդիկ եղբայրներ, ինչ ենենք։ Պետրոսը սավանոնց, ապաշխարեցեք ու ձեզանից ամեն մեկը թող մգրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը պիտի ընդունեք։ Տիրոջ անունը փառավորվի։ Սա Պետրոս առաքյալի խոսքն էր, որ ուղղեց բոլոր մարդկությանը եւ այսօր նաեւ այս խոսքը ուժի մեջ է ու նաեւ մեզ էլ է ուղված։ Երբ որ մարդիկ կուգան Քրիստոսին, Աստված անտես է երե իրանց առաջվա գործած մեղքերը եւ գսե ինչ ենենք, ինչ պիտենենք, ապաշխարենք պիտի եւ այդ բարգեւը ընդունենք, որտեւ մենք հստակ համոզված ենք, որ այս երկիրը պիտի անցնի, բայց Աստծո տված խոստումի համաձայն կա մի նոր երկինք, կա մի նոր երկիր, որտեղ պիտի բնակվի արդարությունը։ Աստված օգնական եղնի մեզ բոլորի սիրելիներ, որ մենք այս խոստումները առած ամուր պահենք այն մինչև իր գալուստը։ Թող իր անունը փառավորվի, ամեն։ Սրտաս փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Կոհանանք մեր Աստծուց ամեն ինչի համար։ Ճիշտ է, ամեն ինչի համար կոհանալը մի քիչ դժվար գործ է, բայց հնարավոր է, որովհետև Տերն է ասում ամեն ինչի համար գոհացեք։ Մենք պետք է այսօր ուրախ լինենք, որովհետև տերունական օր է կոչվում Կիրակի օրը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք գիտենք, որ
աշխարհում ամենահեղինակավոր խոսքը Աստծո խոսքն է, շատ խոսքեր կան, բայց ամենահեղինակավորը Աստծո խոսքն է։ Մեր կյանքում Աստծո խոսքից բարձր հեղինակություն չպետք է լինի, ժողովուրդ ջան։ Տեսեք Հովհաննեսի ավետարանի մեջ ինչ է գրված։ 8-րդ գլուխ 51 խոսքը։ Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ 51 խոսքը։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը իմ խոսքը պահե, նա մահ չի տեսնի հավիտյան։ Հարկ Տիրոջը։ Թող Աստված մեզի բոլորիս ողորմություն ունենե, որովհետեւ մենք հասկանանք, որ իրոք Աստծո խոսքից բարձր ոչ մի բան չկա, երկնքում, երկրի վրա, ամենուր։ Նույն Հովհաննեսի ավետարանի մեջ տեսեք գրված է 11:26-ում հարց է տալիս։ Հովհաննես 11:26-ում Եվ ամեն ով որ կենտանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Հարց է տալիս Տերը։ Այս հարցը մեզ էլ է վերաբերվում։ Հավատում ենք, որ ամեն ով որ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Թող Աստված ողորմություն անի մեզի բոլորիս, որբեսի մեր ներքին աշխարհում այս հարցը լուծված եղնի, հավատքի հարցը։ Հնարավոր է ինչ որտեղ թույլնա հավատքը տգարանա մարդը, բայց հավատքը պետք է պահենք, որովհետև հավատն է մեզի պահողը։ Հուդա 20-ում գրված է սուրբ հավատքը։ Սուրբ հավատքը դա Աստծո խոսքի հավատքն է։ Եթե Աստծո հավատքի, Աստծո խոսքի մեջ ապրելով կյանք ենք ստանում, ուրեմն Աստծո խոսքից դուրս մահն է, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը պահելով մենք ունենում ենք հավիտենական կյանք, իսկ դրանից դուրս մահն է։ Աստված իր խոսքի հետ մեգացած է։ Աստծո խոսքով է միայն կյանքի լույսը գալիս մեր մեջ։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, չէ՞, որ Աստծո խոսքը կարտալով ենք մենք ապաշխարվե։ Աստծո խոսքը կարտալով ենք մենք վերածնվե, հոգևոր կյանք ընդունե։ Ոչ մեկի խոսքով կյանք չի գա մեր մեջ։ Լինի ծնողի խոսքը, լինի ինչ-որ գիտնականի խոսք, ում խոսքը ուզում է լինի, բացի Աստծո խոսքից։ Կյանք եւ անմահությունը Աստծո խոսքի մեջ է, ժողովուրդ ջան, Աստծո խոսքով է։ Կա Աստծո խոսքը ընդունելու ժամանակ ամեն մեկ մարդու համար։ Տեսեք գրված է 2 Կորինթացների 6-րդ գլուխ 2-րդ խոսքը։ 2 Կորինթացների 6-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկության օրումն օգնեցի քեզ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակ, ահա հիմա է փրկության օրը։ Հարկ Տիրոջը։ Աստված թող մեզի զորացնե, որովհետեւ կարողանանք մենք խոսքը մեր մեջ հավատարիմ պահել Աստծո խոսքը։ Հիմա է ընդունելու ժամանակը, հիմա է փրկության օրը, այսօր։ Վաղվա լսածը եւ կարտածածը վաղը պետք է ընդունենք, վաղը պետք է գործի դնենք։ Այսօրվանը այսօր պետք է դնենք։ Թող Աստված մեր ներքին աշխարհում աշխատանք տանի, որովհետեւ կարողանանք Աստծո խոսքը ուրախությունով կարտալ, սիրով կարտալ, հավատքով կարտալ։ Աստծո խոսքը ընդունելուց հետո պետք է հաստատվենք, չէ՞, հավատքով այդ խոսքի վրա։ Մինչև չհաստատվենք, մենք Աստծո խոսքով չենք կրա ապրի։ Գործկարակելոցի մեջ գրված է, ասում է Պողոս առաքյալը շրջում էր, չէ, իր հիմնած եկեղեցիները Սուրբ Հոգու ձեռքով ու հաստատում էին եկեղեցիները։ Եկեղեցիները կային, բայց հաստատված չէին։ Հիմա Աստծո խոսքը պետք է մեր մեջ հաստատվի, որբեսի ուր էլ գնանք, ուր էլ լինենք, այդ հաստատված խոսքով կարողանանք ապրել, ժողովուրդ ջան։ Կարողա ուրիշ երկիր գնաս, ուրիշ քաղաք գնաս։ Ուր ուզում ես գնա, մեկ է Աստծո խոսքը պետք է հաստատված լինի մեր մեջ։ Եսայի մարգարեության մեջ տեսեք ինչ է գրված, 26 գլուխ 3-րդ խոսքը։ Տեսեք Տերը ինչ է մեզի սովորեցնում։ Եսայի մարգարեություն 26 գլուխ 3-րդ խոսքը։ Տերը ողորմություն անե բոլորիս, որբեսի մեր ներքին աշխարհում հաստատվի Աստծո խոսքը։ Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած։
Աստված թող մեզի փոխե, որպեսզի մեր միտքը հաստատված լինի։ Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով։ Աստծո խոսքը ամենաառաջինը մեր մտքի հետ է աշխատանք տանում, որտեղ մտքից է գալիս ամեն բան։ Միտք ընդունել չընդունելը մեր ձեռքն է։ Դա Աստծո գործը չէ, մեր գործն է։ Աստծո գործը մեր մեջ այն է, ինչ որ մենք չենք կարող անել, դա Աստված է անում։ Հաստատվելուց հետո գալիս է փորձության ժամանակաշրջանը, չէ՞ արդեն, Աստծո խոսքով փորձվելու ժամանակաշրջանն է գալիս, ժողովուրդ ջան։ Տեսեք 105 Սաղմոսի մեջ ինչ է գրված։ 17-ից 19 խոսքերը։ Նրանց առաջին մարդ ուղարկեց, Հովսեփը ծառայության մեջ ծախվեցավ։ Չարչարեցին նրա ոտները կաբանքի մեջ, նրա անձը երկաթի մեջ մտավ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Մեզ էլ է Տիրոջ խոսքը փորձում, գիտեք։ Մենք Հովսեփի փորձությունը գիտենք, տանջանք, տառապանքը գիտենք, վերջում Տերը բարձրացրեց նրան։ Թող Աստված ողորմություն ունենա մեզի, որպեսզի փորձությունների ժամանակ չնեղվենք, չտգարանանք, չտրտմենք, որտեղ Աստծո խոսքն է մեզի փորձում, որպեսզի մեզի բարձրացնի հոգևոր կյանքի մեջ։ Մեր հոգևոր մագարտակը բարձրանա, ժողովուրդ ջան։ Աստված թող փոխե մեր ներքին աշխարհը, մեր սիրտը, Աստծո խոսքի լույսը Հոբի աչքերը բացեց, Հոբի 42 գլուխնոր կարտակ, հիշեք, այնտեղ Հոբը արդեն հասկացավ, սա ես հիասքանչ բաներ էր իմ հետ կատարվում, բայց դրանից առաջ ինքը նեղվում էր, բողոքվում էր, բայց երբ որ Աստծո խոսքի լույսը հասավ իրան, ինքը արդեն տեսավ ինչ է կատարվում իր հետ։ Մենք էլ փորձությունների ժամանակ շատ ժամանակ տխրում ենք, տրտմում ենք, բայց հետո որ հաղթությունը գալիս է Տիրոջ կողմից, արդեն ուրախանում ենք։ Տեսնում ենք, որ Տերը ճիշտ էր մոտեցել մեզի, ճիշտ էր թույլ տվել այդ բաները մեզ վրա։ Աստված թող ողորմություն անե մեզի, որպեսզի մենք կարողանանք արհամարենք մեր անձը, ոչ թե Աստծո խոսքը։ Մեր անձին կարողանանք արհամարենք։ Խոսքին պետք է երեխայի պես հավատանք։ Հիմա երեխային օրս էս լուսամուտից հետո ծով է, կերտանա է, իրականից ծով է, հավատակը։ Այդպես երեխայի հավատք է ուզում Տերը, ինչ որ կարդում ենք, հավատանք։ Հետո Տերը միտքը բացե, կարողա չենք հասկանում այդ միտքը, բայց մենք հավատանք, որ Տերը ամենակարող է։ Հետո Աստված այդ գործը մեզ հետ կտանի, մեր ներքին աշխարհում կշատացնի հավատքը։ Մեր Աստծո խոսքի համաձայն մեր վեմը Աստծո խոսքն է, Հիսուսն է։ Մեր հավատքը կառուցենք Աստծո խոսքի վրա, ոչ թե ինչ որ երազների կամ տեսիլքների կամ գիտությունների վրա։ Աստծո խոսքի վրա կառուցում մեր հավատքը։ Ինչ պատահի մեր խոսքում, մեր կյանքում, նայենք Աստծո խոսքի հետ համաձայն է այդ մեր պատահածը, ինչ որ ես որոշում եմ կայացնում։ Կյանքում որոշումներ կայացնենք, բայց արդյոք Տերը կգա այդ որոշումների հետ մեր կյանքում։ Ես ճիշտ որոշում կայացրել եմ, թե չէ, Տերը կգա ինձ հետ այդ որոշումով։ Եսայի մարգարեության մեջ տեսեք գրված է 8-րդ գլուխ 20 խոսքը։ Եսայի մարգարեություն 8-րդ գլուխ 20 խոսքը։ Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունին։ Ահա, այսինքն, ինչ որ կատարվում է մեր կյանքում, մենք պետք է համաձայնեցնենք Աստծո խոսքի հետ, եթե չխոսե այս խոսքի հետ, լույս չունին, արշալույս չունին, ժողովուրդ ջան։ Թող Տերը մեզի ողորմություն անի, որպեսզի քննենք մեր սիրտը, մեր միտքը, մենք խոսքի վրա հաստատվում ենք ամեն օր, ամեն օր։ Եկեղեցին շինվում է Աստծո խոսքով։ Առանց Աստծո խոսքի վրա հաստատվելու եկեղեցին չի շինվի։ Թող Տերը մեզի զորացնե, օգնե, որպեսզի քննենք մեր ներքին աշխարհը եւ նայենք էլ մենք ինչ չափի, ինչ աշճանի ենք հաստատված Աստծո խոսքի վրա, որպեսզի հետագանել խնդրենք, որ Տերը մեզի առաջնորդե, ել ավելի զորացնե ու հաստատե։ Թող ամեն բանի մեջ Տիրոջ կամք կլինի, ամեն։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, սրտանց ասենք փառ Տիրոջը։ Ես ուրախ եմ, որ ձեր մեջ եմ։ Ես եկել եմ Բելգիայից
եւ Բելգիայի եկեղեցու կողմից բերել եմ ջերմ բարևներ։ Սիրով կփոխանցեմ։ Եղբայրներ, քույրեր, իմ սրտում դրվել է խոսել մի վիճակի վրայով, որը կարելի ասել, որ դիֆիցիտ է այսի, շատ հոգևորների կյանքի մեջ։ Առաջնորդվել Տիրոջ հոգով, վերնագիր եմ, առաջնորդվել Աստծո հոգով։ Գիտեք, կյանքը այնպիսին է, որ մենք ուզենք թե չուզենք, առնչվում ենք տարբեր տեսակի խնդիրների, խնդիրների, հարցերի։ Ընտանեկան կյանքի մեջ, եկեղեցական կյանքի մեջ, աշխատանքի վայրում։ Մարդ, Աստված եւ մենք։ Գիտեք, մենք շատ անգամ խոսք ունենք։ Խոսքը կա, խոսքը խոսում ենք։ Խոսքով կարծես թե կարող ենք հանդիմանենք։ Խոսքով սովորացնենք։ Ինչպես Սուրբ Գիրքը ասում է, հոգին կենդանացնում է, այնպես գիրը սպանում է։ Խոսքի կյանքը։ Հիսուսը Հովանու ավետարանի մեջ ասեց. այն ամենը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Եթե խոսքի մեջ Աստծո հոգու ներշնչանքը չկա, սիրելի քույրես, եղբայրս, մենք չենք առաջնորդվում Տիրոջ հոգով եւ մենք անպայման կվնասենք առաջինը մեզ եւ հետո դիմացինին։ Օրինակ, Պողոս առաքյալի կյանքի մեջ, լինելով մեծ առաքյալ, բացվելով խորապես Քրիստոսը նրա կյանքի մեջ, որը հալածող էր եկեղեցին, հանդիպելով Քրիստոսի հետ, իր կյանքը փոխվեց, մեծ փոփոխություն կատարվեց։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 13-րդ խոսքերից 12-ից կկարդամ։ Հռոմեացիս 8:12-ը։ Տեսեք, ինչ հետարքիր է Պողոս առաքյալը գրում մեր համար Տիրոջ հոգով։ Ուրեմն կարդամ 12-ից մինչև 14-րդ խոսքը։ Ապա ուրեմն եղբայր, պարտական ենք ոչ թե մարմնի պես ապրելու, որովհետև եթե մարմնավորապես ապրենք, կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք, որովհետև որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք են Աստծո որդիկ։ Մարմնավորապես ապրել, սա եկեղեցուն ասում, սիրելներ, եւ առաջնորդվել հոգով։ Մեր մոտ պետք է տոնենք որպես Պենտեկոստեի եկեղեցի, շատերս մկրտված լինելով, դիտոնենք Պենտեկոստեն։ Շատերս մենք վկայում եւ դավանում ենք, որ մենք մկրտված ենք, Տիրոջ հոգին առել ենք, բայց զորության հոգին, կյանք տվող հոգին, նա որ ասեց ինձանից պետք է առնի եւ տա ձեզ, այդ հոգին գործում է իմ կյանքի մեջ թե չէ։ Գիտեք, մենք շատ անգամ տարբեր հոգսեր ունենք, տարբեր տեսակի խնդիրներ ունենք, բայց երանի թե մեր անհանգստությունը լներ, ուր ես դու Տեր, մեր անձը եւ մեր մարմինը մաշվի Տիրոջ երեսը փնտրելու։ Եթե Տիրոջ ներկայությունը չկա, սիրելներ, եթե Սուրբ Հոգու լեցենությունը չկա, ես ուզեմ թե չուզեմ մարմնավորապես պիտի վարվեմ։ Մարդկային բանականությունը այդպես է, երբ որ
մարդը ինչի մեջ որ կա, նրանով էլ առաջնորդվում է։ Երբեմն բարձրանում է մարդկային իմաստությունը, մարդկային փառքը, մարդկային դիրքը, մարդկային պաշտոնը, մարդկային հեղինակությունը, եւ դրանք մարդուն առաջնորդում է։ Բայց Տիրոջ հոգին հեզության հոգի է։ Տիրոջ հոգին խոնարհության հոգի է։ Տիրոջ հոգին շինություն տվող հոգի է, ընկածին կանգնացնող հոգի է, սիրելներ։ Եվ Աստված ուզում է, որ մենք այդ հոգով վարվենք։ Երբ որ աշակերտները ուզում էին կրակ իջեցնեին, հետարքիր է, չընդունեցին մեր Տիրոջ, հիշում եք ինչ ասեց։ Ասեց կրակ իջեցնենք, խնդրի որ ինչպես Եղիան, որ սատկացնի, չէ։ Ինչ ասեց։ Ասեց չեք իմանում, թե ինչ հոգու տեր մարդ եք դու։ Եթե իջեցնելու լներ, այդ շարքին մեջ էլ դուք էլ կլինեիք։ Մոռացաք ով եք դուք։ Մոռացար ով Պետրոս, երբ որ հանդիպում ունեցար ինձ հետ, ասիր հեռու գնա ինձանից, որովհետև մեղավոր եմ ես։ Սիրելի քույրես, եղբայրս, մենք ոչ մեկից առավելություն չունենք, ոչ մեկից։ Բոլորս էլ ունենք առավելություն, եւ այդ առավելությունը Քրիստոսի այրունն է։ Երկնային թագավորություն մտնելու են տատիկներ, պապիկներ, բայց այն մեծահարուստները, հպարտները, գոռոզները չեն մտնելու, բայց հասարակ տատիկները մտնելու են Տիրոջ փառքի մեջ, որովհետև Աստված ընտրեց աշխարհի գրված այս աշխարհի տգետներին, հիմարներին, անտոմներին, որպեսի իմաստուններին ամանչեցնե, որ Աստծո փառքը երևնա, սիրելներ, Աստծո ընտրությունը։ Աստված ոչ մի բան չի ուզում, որ ոչ մի բանով մենք իրան օգնենք, մենք անօգնական ենք, ոչ մի գործով։ Ես շատ հաճախ ասում եմ աղոթքի մեջ, ես միայն քո գործը փչացնող եմ։ Թեև երևույթը բարին էլ է ցույց տալի, բայց Տեր, ես մենակ քո գործը փչացնող եմ։ Այն ժամանակ է քո գործը շինվում, երբ որ դու ես առաջնորդում, քո բարի հոգին է առաջնորդում։ Սիրելներ, տեսեք մի վիճակի վրա։ Եվ մենք առնչվում ենք սրա մեջ, սա գրված է եկեղեցու համար, ինձ համար, սիրելներ։ Օրինակը նայում ենք Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլխում 38-րդ խոսքերից տեսեք հին ուխտից է Տերը օրինակ բերում։ Լսել եք, որ ասվեցավ աշկի տեղ աշկ եւ ատամի տեղ ատամ, բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու, եւ ով որ ուզե քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաշկոնն էլ թող նրա մոտ, եւ ով որ քեզ պահակ բռնած մեկ մղոն քշե, նրա հետ երկուսն էլ գնա, քեզանից բան ուզողին տուր, քեզանից փող կամետնալ, կամեցողից երես մի դարձնիր։ Մենք առնչվում ենք այս վիճակների մեջ, եկեղեցու մեջ, ընտանիքի մեջ։ Հարց. ինչպես եմ վարվում ես։ Տիրոջ փառք երևում այդ վիճակի մեջ։ Եկել են դատ են վարում, շապիկս են առնում, բաշկոնս էլ թողեմ։ Ճշմարտությունը բարձրացավ, իր այդ օրհնությունը կբերի։ Եթե մեր կոպիտ ասած կապրիզն է մեր կյանքի, եթե մեր մարդկային մարմնավորությունն է առաջնորդում, ինչպես տեսեք, միտեղ էլ կարդամ առաջի Կորինթացիների մեջ 12-րդ գլխում տեսեք ինչ է ասում, հետո կշարունակեմ։ Առաջի Կորինթացիս 12-րդ գլխում երկրորդ խոսքերից։ Նա ինչ ասում, դու գիտեք, երբ որ հեթանոս էիք, անձայն կուրկերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում էիք։ Մեր համար է գրված։ Մենք ժամանակին ինչպես ենք առաջնորդվել,
Սիրելի քույրս, եղբայրս, իսկ այսօր ես ինչպես եմ առաջնորդվում։ Մենք շատ անգամ ուզում ենք, որ մարդիկ մեզ հասկանան։ Դատ ալնում, դատը պիտի վարվի, մենք դատի մեջ ուզում ենք մեզի արդարացնենք։ Պետք չի։ Ճշմարտությունը պահելու համար, Աստծո խոսքը պահելու համար, ճշմարտությունը բարձրացնելու համար իրան պաշտպանել պետք չի։ Ճշմարտությունն է մեզ պահպանում, սիրելներ։ Երբ որ ճշմարտությունն է բարձրանում, ես մտածում եմ ինչպես գրված է, ես էդի պահեմ, որը ճշմարտությունը Աստծո խոսքն է, ինքն է հարցերը լուծելու։ Ամեն տարի մեջ միշտ այն քրիստոնյաները, որոնք ուզեցել են սրբության կյանք անկեղծ ապրել, ճշմարտությունը տարբեր կողմից ուզեցել են ծռեն։ Սատանան հանգիստ չի մնացել եւ տարբեր տեղերից, տարբեր կողմերից, թե եկեղեցու վրա է եղել հալածանք, փորձություն, թե անձնական կյանքի վրա, ճշմարտությունը, երբ որ մարդը ուզում է պահի, Աստծո խոսքով ապրի։ Բայց թե տեսնում ենք, սիրելներ, որ ասում է, եթե քո եղբորդ հետ դատ ես վարում, մեկի հետ, քո բաշկոն էլ, մեկ ուզում է քո հետ դատ վարի, թող։ Մի ուրիշ օրինակ։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 30 խոսքերից է, թե չեմ սխալվում։ Բարի սամարացու օրինակը։ Օրինականը մոտեցավ բարի սամարացուն, սիրելներ, ինքը իրան արդարացնելով, ինքը ուզում էր իմանալ ինչպես մտնի հավիտենական կյանք, եւ ինքը հասկանում էր օրենքը, եւ Տերը օրինակը ցույց տվեց, ինքն էլ գիտեր, որ սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությունով եւ քո ընկերդ քո անձի պես։ Հետարքիր է, ասում է ով է իմ ընկերը։ Օրինակը բերում է, ով է իմ ընկերը։ Այսօր ով է իմ ընկերը, հաստանք մեզ։ Նրանք, որ ինձ հասկանում են, նրանք, որ ինձ իմ հետ լավ են, նրանք են, որ քեզ ինչ-որ հարցում կարեկցում են, բայց Հիսուսը ցույց տվեց, ասեց, ցույց տամ քեզ, ով է քո ընկերը։ Երուսաղեմից գնում է մի անձ, դեպի Երիքով, ճանապարհին ընկնում է ավազակների ձեռքը, մերկացնելով, խոցոտելով, կիսամահ թողում են ճանապարհին, անցնելով օրինականը, անցնելով Ղևտացին, սա կյանքի օրինակ ասիրելներ, անցնելով բարի սամարացին։ Սամարացին այն ազգն է եղել, որը օտար ազգիների հետ խառնվել, որը կարծես թե հեթանոս։ Անմաքուր են կոչվել իրանք հրեաների մոտ չընդունված, ասենք ոչ հրեա են եղել։ Կիսատ մարդիկ, ոնց որ կիսատ պրատ։ Բայց այս անձնավորությունը, երբ որ անցնում է, գութը շարժվում է։ Եվ սկսում է իր վերքերը, իր ինչ որ ուներ, իր դեղամիջոցներն է, իր պայմաններն է, վերջը պանդոկատոնա տանել տալիս, ամեն հոգը տանում է։ Ասում է, որ մեկը եղավ ավազակների ձեռքը ընկածը, որի ընկերը եղավ, ասում է այն, որ օգնեց։ Սիրելի քույրես, եղբայրս, ով է իմ ընկերը, ով է քո ընկերը։ Այսօր շատ տեղեր կան վիրավորված, ընկած, եւ երբ որ նայում ենք, մենք մեր կյանքի մեջ, մեղքի այրան մեջ կողված ենք, վիրավորված եւ խոցոտված, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս անցավ մեր կողից եւ ասեց. ապրիր։ Ալելույա։ Այսօր որ ես ապրում եմ, դու ապրում ես, Աստծո մեծ ողորմությունն է եղել, որ մենք այսօր կանք եւ ապրում ենք։ Աստծո շնորհքն է եղել։ Հետարքիր է, նայելով մեր կյանքի այդ կյանքի տարածքը, թռիչքը, որ կա, այդ տարածությունը, որ շքան տարիներ ամեն կյանքի, ասենք մեր կյանքի տարիները անցնում է, մենք մեր կյանքի երկն է դարել, ողորմիր, ողորմիր, ողորմիր։
Ես ողորմած եմ, թե չէ։ Իմ կյանքի մեջ կա ողորմություն, կարեկցություն։ Թե մենակ սովորել եմ ես առնելու։ Հիսուս ասեց երանելի է տալը, քանչ թե առնելը։ Կարանք երկու վիճակ նայենք, հոգևոր թե մարմնավոր։ Մենք կարող ենք պահանջել, բոլորից կարանք պահանջենք։ Մենք կարող ենք մարդկանց ասել, որ չեն հասկանում մեզ, փնտրենք ինչ-որ մեկը հասկանա, երբեք ու երբեք մեկը քեզ չի հասկանա։ Եթե Դավիթի կյանքի մեջ եղավ այդ վիճակը, լինելով օծյալ, ասեց ես խեղճ եմ եւ մենակ, Սաղմոս 25 վերջի խոսքերում։ Խեղճ ու մենակ։ Բայց այն հոգին, որը մեր մեջ է, սիրելներ, Պենտեկոստե ենք, մենք ծնված ենք, այդ հոգին մեր մեջ, մենք փնտրում ենք տարբեր տեղեր։ Նա մեր մեջ է, հեռու չի մեզանից։ Նա ինքը անձամբ ուզում է քո հետ խոսա։ Նա ինքը ուզում է քեզ առաջնորդի։ Ինչպես Սուրբ Գիրքը ասում է, որ ոչ մենք պետք չի ընկերոջը ասել, թե ճանաչեք Տերը, ապա ամենն էլ պետք է ճանաչել Տիրոջը, ալելույա։ Եվ դա անում է Տիրոջ հոգին։ Մենք եկեղեցին Քրիստոսի մարմնի անդամ լինելով մենք պետք է լինենք կենդանի, մարմինը եկեղեցին է ապշտակվելու։ Սիրելներ, թող Աստված օրհնի, եւ այդ կենդանությունը մեր մեջ պետք է լինի։ Քրիստոսի այրունն է մեր կյանքի մեջ։ Կյանքի խոսքը։ Տեսեք, մի հատ համար կա հետարքիր, սրտի շատ է կպել, Աստված մեզի ինչ է անում մեր կյանքի մեջ, անձամբ մեր կյանքի մեջ։ Եսայա մարգարություն 48:17-ից եմ կարդում։ Այսպես է ասում Տերը քո փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ գալիք ճանապարհումը։ Երանի թե ուշադրություն աներ եւ իմ պատվիրաններին, այն ժամանակ գետի պես կլիներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես։ Ինչ զորավոր համար է։ Տիրոջ խոսքը եւ խոստմունքները այո եւ ամենա եկեղեցու համար։ Սիրելիներս, դա ասում է նա առաջնորդում է եւ ասում է Երանի ուշադրություն աներ իմ պատվիրանին, այն ժամանակ գետի պես կլներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես։ Նա է մեր առաջնորդը։ Սիրելի քույրես, եղբայրս, մենք լինելով Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի, մենք ունենք Տիրոջ հոգին, մենք պետք չի ուրիշ տեղեր փնտրելու, նա է մեր առաջնորդը։ Ինչն է այսօր իմ նպատակը, ինչն է իմ կյանքի նպատակը, ինչ եմ ես փնտրում այսօր, ինչ եմ ուզում այսօր։ Դավիթ ասում է, ով ունեմ երկնքում եւ երկրի վրա, քեզանից ճոք բան չեմ ուզում։ Սիրելիներ, երկու տեղ էլ կարդամ եւ մենք գանք աղոթքի, թող Աստված օրհնի մեր սրտերը, ուշադրություն դարձնենք մեր կյանքի մեջ։ Գիտեք, հոգևոր կյանքը նա չի, որ ես ինչպես եմ ապրում, ինչ ունեմ, ինչ չունեմ, ունեցվածքի հետ կապ չունի։ Որտեղ եմ, ինչ դիրքում եմ, ինձ հետաքրքիր է մի բան, Քրիստոս ապրում է իմ մեջ, թե չէ։ Իր կենդանությունը զգում եմ, թե չէ։ Թե իմ կյանքը մարել է։ Գիտեք, երբ որ Աստծո ներկայությունը բացակայում է մարդու կյանքի մեջից, սիրելիներ, պաշտամունքն է ծանր լինում, աղոթն է ձանձրալ լինում։ Բայց երբ որ Քրիստոսի ներկայությունը կա, նա առաջնորդում է, տանում է դեպի կենդանի ջրի աղբյուրներին եւ մարդուն ներսը ծարավում ասուն, կենդանի ասուն, ինչպես Դավիթն է ասում։ Բայց երբ որ իմ ներսը չոր անապատ է, սիրելիներ, իմ ներսը բացվել է, կարելի, չի կարելի, դա չի հարցը։ Այլ հարցը նրանում է, որ իմ ներսը բացակայում Աստծո ներկայությունը։ Բայց երբ որ սիրո մեջ եմ ապրում, Աստծո ներկայության մեջ եմ ապրում, այդ ժամանակը
իմ ներսը լցված է կյանքով եւ իմ ներսը ապրում Աստծո հետ, կարելի չի կայելնել ա վերանում իմ կյանքից, որովհետեւ ես սիրում եմ Աստծուն եւ նրա օրենքը եւ կատարում ա սիրով։ Աստված օրհնի մեզ սրտերը։ Տեսեք, ուրեմն Սաղմոս 23-ում 23 առաջի խոսքերից Դավիթը ինչ հիանալի Սաղմոս է գրել մեզ համար, ասма Տերն է իմ հովիվը եւ կարոտություն չեմ ունենալ, նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ, իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար, թեև մահի շուքի ծորումը գնամ, չարիցը չեմ վախենալ, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Սիրելներ, Դավիթը ասում է Տերն է իմ հովիվը։ Դավիթի կյանքի մեջ հովություն կար, եւ այդ հովիվը Տերն էր։ Հետարքիր է, հոտը երբ որ հովիվի մոտ է գտնվում, հովիվն առաջնորդում, որ կողմ որ ուզում տանում է, որ ուղղությամբ, իսկ բարի հովիվը տանում է հանդարտ ջուրերի մոտ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես խմում եմ այդ հանդարտ ջուրերից, Տիրոջ գետը լիքն է ջրով, նա տալով վերջ չունի։ Մենք շատ անգամ ցամաքում ենք, ծարավում ենք, չորանում է մեր ներսը, բայց այդ կյանքի աղբյուրը, տեսեք Հագարը, չէ՞, Հագարի վիճակն եմ ուզում տեսնենք։ Հագարը, երբ որ անապատի մեջ էր, երեխան պիտի մեռներ։ Ինչ հետարքիր է, ինչ հետարքիր բան տեղի ունեցավ։ Աստված ասեց երեխային, որ ջուր տա։ Փակ էր Հագարի աչքերը, բացեց հոգևոր մի հատ տեսիլք, ցույց տվեց եւ ինքը խմեց անապատի մեջ ջուր, բացեց։ Հագար, ջուրը քեզանից հեռու չի, քեզի մոտիկ է։ Նստածը տեղում, այդ թուլացած վիճակի մեջ, որ կարծես թե ծարավից պետք է սպառվել ես, որ մահն է եկել քո վրա, բայց կյանքը քո մոտ է։ Կյանքի աղբյուրը քո ներսն է, հեռու չի, մի փնտրի հեռու տեղեր։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սաղմոս 25:9-ում տեսեք ինչ ասում։ Նա առաջնորդում է հեզահոգիներին իրավունքի մեջ, տես Տիրոջ առաջնորդությունը, եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը, եւ ասում է Տիրոջ բոլոր ճանապարհները, նայեք ինչ ճանապարհ է։ Եթե ես ճիշտ ճանապարհի մեջ եմ, նայեք ոնց է։ Տեսեք սիրելներ, ասում է Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են եւ ճշմարտություն, նրա ուխտն ու վկայությունը պահողների համար։ Բոլոր ճանապարհների մեջ ողորմությունը չի պակասում։ Սիրելի քույրես, եղբայրս, մենք երբեմն որ եղելավիճակից ընկել ենք, տեսնելով մեր անկարողությունը, տեսնելով մեր արժանինքները, մենք ասենք ոչ մի բանի արժանի չենք, ոչ էլ կարող ենք, բայց այնտեղ գործել է արդարությունն ու ողորմությունը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ այդ արդարության եւ ողորմության մեջ վերլուծություն չկա, ոչ էլ հատուցում է պետք։ Աստվածային արդարությունն ու ողորմությունը, նրա էությունը, սիրելներ, նա անում է ոնց որ ուզում է եւ կանգնացնում է, առանց վճարելու, առանց հատուցման։ Տիրոջ ողորմությունը մեր կյանքից անպակաս է։ Այսօր որ ստե կանգնած ենք, որ արթնանում ենք, որ շնչում ենք, քայլում ենք, որ այստեղ ներկա ենք, սա Տիրոջ ողորմությունն է, սիրելներ, գնահատենք դա։ Աստված օրհնի մեզ սրտերը։ Ես կուզենայի, որ մենք աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք Տիրոջը, որ նա առաջնորդի մեզ, իր բարի հոգին առաջնորդի մեզ։ Ամեն։